Լիլիթ, պետք է լուրջ խոսեմ քեզ հետ, հենց հիմա, հանդիսավոր հայտարարեց Վահեն մտնելով խոհանոց, որտեղ կինը մտքերում ընկղմված բանջարեղեն էր կտրում աղցանի համար։ Լիլիթը ծույլորեն նայեց նրան, անտարբեր ուսերով շարժեց ու առանց կտրելուց շեղվելու ասաց. Խոսա, եթե այդքան լուրջ է։ Ասում եմ, մաման գաղափար է տվել։ Նա կարծում է, որ ավելի լավ է քո աշխատավարձն ինձ տաս, ես էլ որպես ընտանիքի գլուխ ինքս կորոշեմ ինչ գնենք, ինչը ոչ։ Իսկ եթե քեզ դուր չի գալիս, նշանակում է ամուսնալուծություն, վստահորեն ասաց Վահեն։ Նույնիսկ փորձեց կուրծքը դուրս տալ պինդ երևալու համար, թեև երորյա մորուքն ու ծնկներից ձգված տնային տաբատը ոչ միայն պինդություն չէին հաղորդում, այլև ծիծաղելի էին դարձնում։ Լիլիթը դանակը դրեց սեղանին, նստեց աթոռին ու այնպես նայեց ամուսնուն, կարծես խենթի հետ գործ ունենար։ Դե Վահե, սա արդեն… Իսկապես, վերջապես արտաշնչեց նա։ Դու ընդհանրապես գիտես, թե ինչպես են ընտանեկան բյուջե կազմում, թեկուզ մեկ անգամ արել ես։ Ոչինչ պետք չէ իմանալ, հպարտորեն պատասխանեց նա։ Գլխավորն է չծախսել փողը անպետք բաների վրա։ Իսկապես վստահ ես, Լիլիթը աչքերը նեղացրեց։ Դե հիշենք, անցած ամիս ինչի վրա ես ծախսել քո փողերը։ Ես ծախսել եմ շատ անհրաժեշտ բաների վրա, անմիջապես բորբոքվեց Վահեն։ Իհարկե, դե եկ մի փոքր կոնկրետ հիշենք. 5 շիշ գարեջուր, 2 մեծ տուփ չիփս, 3 կիլո ոբլա, ամեն ինչ ձկնորսության մասին ալիքի բաժանորդագրություն։ Եվ, գրեթե մոռացա, կաշվե պատյան ղեկին քո ժանգոտ դույլի համար։ Եվ դեռ սպիննինգի կոյուղի, որը կազմում է քո աշխատավարձի կեսը։ Դա դույլ չէ, այլ ժիգուլի է, վիրավորված ասաց Վահեն։ Բացի այդ, վարորդի հարմարավետությունը շատ կարևոր է, իսկ ձուկը դու էլ ես սիրում։ Լիլիթին արդեն դողում էր զայրույթից, նա խորը շունչ քաշեց ու հոգնած շփեց ճակատը։ Լավ Վահե, կարճ ասա, եթե այդքան ուզում ես դառնալ մեր ընտանիքի ֆինանսական տնօրենը, ապա գոնե սովորիր տարբերել եկամուտն ու ծախսերը։ Ես արդեն տարբերում եմ, պաշտպանվեց ամուսինը։ Եկամուտը դա այն է, ինչ դու ես վաստակում, իսկ ծախսերը այն, ինչ ծախսում ես անպետք բաների վրա՝ հագուստ, կոսմետիկա, նոր կաթսաներ։ Եվ ընդհանրապես, ինչու ես այդքան շատ բանջարեղեն միս գնում։ Մենք էլ այդքան ենք ուտում։ Դու ինձ ինչ-որ բան չես ասում։ Որտե՞ն են կորանում փողերը։ Չեկեն ես պահում, որ հետո հաշվես, ինչ ավելուրդ ես գնել մերի դեպ փողերով։ Դու պարզապես վատնող ես։ Լիլիթը անհավատ հառաչանքով նայում էր նրան։ Վահե, դու լուրջ ես հիմա ասում սա։ Բացարձակ լուրջ։ Վահեն համոզելու համար սեղանին հարվածեց ափով։ Պետք է խնայենք։ Իսկապես Վահե, ձգեց Լիլիթը։ Այսինքն, երբ ես նոր տապակ եմ գնում հինի փոխարեն, դա անպետք է։ Իսկ երբ դու շաբաթը 16-րդ շիշ գարեջուրն ես վերցնում, դա ներդրում է, այո։ Վահե, դու հասկանում ես, թե ինչ ես պահանջում։ Դու այսինքն խելացի ես, ուզում ես, որ ես իմ վաստակած փողերը տամ քեզ, իսկ դու կորոշես ինչ անել դրանց հետ։ Այո, ճիշտ ես հասկացել, մրմնջաց նա։ Ես կտամ քեզ որքան պետք է, իսկ հետո դու ինձ չեկեր կտաս ու կհաշվենք ինչի վրա ես ծախսել։ Մաման էլ այդպես ասաց, իսկ նա վատ բան խորհուրդ չի կա։ Վահե, ոչինչ չես կարծում, որ մենք քեզ հետ ենք ապրում, թե քո մամայի հետ։ Բայց Լիլիթը տեսնավ, որ Վահեին չի կարելի համոզել։ Նա մի վայրկյան մտածեց, գլխում շատ բաներ պտտվում էին, Վահեի ու նրա մոր հասցեին։ Լիլիթը դանդաղ արտաշնչեց. Ինչ ասեմ, ամուսնալուծություն ուրեմն ամուսնալուծություն։ Դու ինքդ առաջարկեցիր։ Վահեն զարմացած թարթեց աչքերով։ Ինչ ասացիր։ Ամուսնալուծություն ասացի։ Հոգնել եմ քո նման կատակներից։ Սպասիր Լիլիթ, դու լուրջ ես։ Իհարկե կատակում եմ քո հետ։ Լիլիթը ուսերով շարժեց, ուղիղ նայելով շշմած ամուսնուն։ Իդեպ մի քանի օր առաջ Արմենը ռեստորան հրավիրեց ինձ։ Ինչ Արմեն, Վահեն ցնցվեց։ Նա համոզված էր, որ ինքն է Լիլիթի համար լավագույնն ու միակը։ Արմենը աշխատանքային ընկեր է։ Ի տարբերություն քեզ նա ինձից փող չի վերցնում, այլ ընդհակառակը նվերներ է տալիս, որոնք քեզանից չեմ տեսել հարսանիքից հետո։ Իսկ ինչու է նա նվերներ տալիս քեզ։ Գիտի, որ ամուսնացած ես։ Գիտի իհարկե, բայց ի տարբերություն քեզ նա ինձ կին է համարում, ոչ թե տնային աշխատողի, եւ կարծես շատ եմ դուր գալիս նրան։ Լիլիթը հանգիստ ձեռքը մեկնեց ու ցույց տվեց մատին համեստ արծաթե մատանին վարդագույն քարով։ Ահա օրինակ մատանին է նվիրել։ Ինչպես է հավանում ես։ Վահեն ձկանպես բերանը բաց փակում էր։ Սա ինչ է ստացվում։ Դու ինձ անամոթ կերպով դավաճանում ես։ Լիլիթը հոնքը բարձրացրեց։ Վահե, մենք նոր ամուսնալուծվեցինք։ Դու ինքդ առաջարկեցիր։ Այսինքն ես այժմ ազատ կին եմ։ Եվ ունեմ անձնական կյանք։
որ քեզ չի վերաբերում։ Բայց դա անազնիվ է։ Ինչն է անազնիվ։ Վահե, նկատի ունեցիր։ Դու ինքդ առաջարկեցիր ամուսնալուծություն։ Տղամարդու պես։ Ընդունիր։ Վահեն կարմրեց։ Բայց ես չէի մտածում, որ դու այդքան հեշտ կհամաձայնես։ Ես պարզապես առաջարկեցի։ Իսկ դու կարծում էիր, որ ես կաղաչեմ, կկախվեմ պարանոցիդ։ Ներիր, ամեն ինչ կանեմ քեզ համար։ Իսկ ինչպես պետք է լիներ։ Լիլիթը անկեղծ ծիծաղեց։ Վահե, հասկանում ես։ Դու ինքդ քեզ խաբեցիր։ Պարզապես արագացրիր այն, ինչ ես վաղուց ուզում էի անել։ Վահեն բարկացած օդքը գետնին խփեց։ Այսինքն դու դիտավորյալ ես հասցրել ինձ սրան։ Ինչ խորամանկ կին ես դու։ Այո, Վահե, այո։ Ամեն առավոտ արթնանում եմ ու մտածում. ինչպես այսօր ամուսնալուծվեմ այն ամուսնուց, որ ուզում է իմ աշխատավարձը հավաքի ու ծախսի գարեջրի վրա։ Եվ հանկարծ Վահեի գլխով վազեցին անցյալի մենակյաց կյանքի հիշողությունները։ Լվացք, պատրաստում, մաքրություն։ Ոչ, միայն թե ոչ դա։ Լիլիթ, դու ինքդ ասացիր ամուսնալուծություն։ Կրկին խիստ հիշեցրեց նա։ Ահա ես համաձայնվեցի։ Եվ քո աշխատավարձի մասին հայտարարությունից հետո դա լիովին տրամաբանական էր։ Վահեն նստեց սեղանի մոտ, գլուխը բռնեց ու հառաչեց։ Ամեն ինչ կորավ։ Լիլիթ, ես կտարապեմ։ Ինձ ամենևին չես խղճում։ Մի անհանգստացիր այդքան, Վահե։ Գթի նոր հիմար կնոջ։ Քո նման տղայի համար բնակարանով, մեքենայով, աշխատանքով, ընկերների հարգանքով։ Միշտ կգտնվի աղջիկ։ Իսկ որտեղ գտնեմ նորմալը։ Հարցրու մամայիդ։ Նա փորձառու է։ Կասի։ Նա ամեն ինչ գիտե։ Վահենը սարսուրով նայեց նրան։ Ոչ, Լիլիթ։ Լիլիթ, մի թող ինձ։ Լիլիթ ջան, գուցե դու վերանայես։ Իսկ դու, Վահե, դու կվերանայես իմ աշխատավարձը վերցնելու գաղափարը։ Աշխատանքից հետո ընկերների հետ ավտոտնակներում։ Տուն գալը թարմ գարեջրի հոտով։ Գուցե կվերանայես ինձ տեսնել որպես տնային աշխատողի, այլ ոչ թե սիրելի կնոջ։ Շարունակեմ։ Վահեն կրկին հառաչեց։ Կփորձեմ։ Կփոխվեմ։ Ինչու իմ բախտը չի բերում։ Որովհետև դու պարզապես Վահե ես։ Ժպտաց Լիլիթը։ Լավ, Վահե։ Գնում եմ հավաքվեմ։ Արմենն արդեն սպասում է ինձ։ Իդեպ վերջերս նա միշտ է սպասում։ Լիլիթը դուրս եկավ խոհանոցից, ուրախ երկելով ինչ-որ բան։ Իսկ Վահեն, առանց որևէ բան անելու, որպեսզի պահի նրան, այդպես էլ մնաց նստած սեղանի մոտ։ Հետո բացեց սառնարանը, ցավը ջրելու հույսով, բայց նույն վայրկյանին սառեց, նայելով գարեջրի բանկաներին, որոնք հանկարծ այլևս այդքան անհրաժեշտ չէին թվում։ Շնորհակալություն, որ դիտում եք մեզ։ Բաժանորդագրվեք ալիքին։ Կհանդիպենք հաջորդ տեսահոլովակին։ Մինչ նոր հանդիպում։